Թրամփը ճանաչեց Թուրքիայի օսմանյան ժառանգության իրավունքը, ինչ հետևանքներ սա կարող է ունենալ Հայաստանի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելյան շրջայցին ընդառաջ պոլիտիկոյի մեկնաբանը շատ ենթատեքստային դիտարկում է արել, որ Սիրիայում Իսրայելի գործողությունները կարող են վերածել իսլամական պետություն և ԱՄՆ-ի համար լուրջ մարտահրավեր ստեղծել։ Իսրայելն, ինչպես հայտնի է, անցյալ դեկտեմբերին Դամասկոսում իշխանության եկած ուժերին համարում է ջիհադականներ և չի ճանաչում Սիրիայի անցումային շրջանի կառավարությանը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում հայտարարել է, որ որոշել է չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Իր որոշումը նա հիմնավորել է նրանով, որ Սիրիայի ժողովուրդն արժանի է լավ կյանքի և այդ հնարավորությունը նրան պետք է տրվի։ Թրամփը սակայն ավելացրել է, որ օրերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում նման մի բան խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սիրիայում Բաշար Ասադի վարչախումբը տապալվել էր, երբ Թրամփը դեռ չէր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, բայց նա արդեն կարևորագույն իրադարձությանն արձագանքել է շատ անկեղծ, հայտարարելով, որ դա Թուրքիայի նախագահի հաղթանակն է։ Անցած ամիսներին թուրքական կողմը մշտապես անդրադարձել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից ամերիկյան սահմանափակ զորախումբը դուրս բերելու մեծ հավանականության մասին։ Անկարան մի քանի անգամ հիշեցրել է, որ նման խոստում Թրամփը տվել է դեռևս նախագահության առաջին շրջանում։ Ըստ վերջին տեղեկությունների, Վաշինգտոնը մոտ ժամանակներս կկրճատի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղաբաշխված իր զորախմբի թվաքանակը։ Այս առումով կարևոր է ԱՄՆ պետական դեպարտամենտը ողջունել է քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարման և Թուրքիայի հետ զինված պայքարը դադարեցնելու որոշումը և այն անվանել քաղաքակրթական հաղթանակ։ Հարցին, թե ինչ մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանությունների և քրդական կազմակերպությունների միջև բանակցություններում, Պետդեպի ներկայացուցիչը խուսափողական պատասխան է տվել, որ չի ցանկանա մանրամասնությունների մեջ խորանալ, ինչից կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմն այնուամենայնիվ ՔԲԿ ինքնալուծարման և զինաթափվելու որոշման կայացմանը որոշակի մասնակցություն ունեցել է։ Արևմտյան փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը և զինված ուժերի կազմացումը Թուրքիային զրկում է հարևան երկրներում ռազմական գործողությունների դիտելու առիթներից։ Խոսքն անկասկած Իրաքի և Սիրիայի մասին է։ Ֆորմալ առումով, իհարկե, դա ճիշտ է, բայց ով է երաշխավորը, որ քրդական բոլոր խմբավորումները կենթարկվեն զինաթափման որոշմանը կամ Թուրքիան ինքը Սիրիա և Իրաք ներխուժելու առիթներ չի ստեղծի։ Ըստ երևույթին, նման անցյալակալի հեռանկար բացառելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար է, որ ԱՄՆ-ն Սիրիայի համար բացում է աշխարհի դռները։ ԱՄՆ-ն, ինչ խոսք, այդ տեղաշարժման սեփական շահերն ունեն։ Բացառված չէ, որ Թրամփի որոշմանն ազդել է նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ալ-Շարայի Փարիզ այցը։ ԱՄՆ հավանաբար հակակշռում է Դամասկոսի հետ մերձենալու ուղղությամբ Փարիզի քայլերը։ Խորքային իմաստով, կարծես դա նաև ուղղված է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հեռանկարի դեմ։ Ստեղծվել է Թուրքիայի համար բավական բարենպաստ իրավիճակ, երբ Անկարան կարող է հարաբերությունները բարելավել թե ԱՄՆ և թե Եվրամիության հետ, ինչպես նաև պահպանել ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդությունը։ Այս համատեքստում նկատելի է Իսրայելից ԱՄՆ-ի դիստանցավորումը։ ԱՄՆ նախագահը միաժամանակ ակնհայտորեն դավաճանում է Թուրքիայի արևմտամետ ընդդիմությանը։ Նրա վերջին քայլն անկասկած նպաստելու է Էրդողանի վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև թուրքական տնտեսության աշխուժացմանը։ Այնուհանդերձ, պարզ չէ կամ դժվար է կռահել Դոնալդ Թրամփը Թուրքիային վերադարձնում է արևմտյան ճամբար, թե նպաստում, որպեսզի Անկարան օսմանյան ժառանգության իրավունքի բերումով Մերձավոր Արևելքի առնվազն երկու երկրի՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ ազդեցություն տարածի և ամրապնդի։ Անհավանական չէ, որ Թրամփի թիմի պատկերացմամբ Թուրքիան կարող է ազատվել ահաբեկչությունից և կայունության երաշխավոր լինել։ Թուրք մեկնաբան Քուչուկն արդեն իսկ հայտարարել էր, որ Էրդողանն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի։